Գիտեք խնդիրը որն է, ով է լինելու հաջորդ կաթողիկոսը, դա կարևոր է։ Ընտրության ժամանակ իշխանությունը չի միջամտելու։ Վազգեն Սարգսյանի կաթողիկոսին մենք չպետք է փոխարինենք Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսով։ Մենք պետք է ունենանք քաղաքական կյանքից անկախ հոգևոր առաջնորդ։ Քանի եկեղեցին ակնարկեցիք տեղեկությունը եւ ընդհանուր դրամատուրգիան այն է, որ Գարեգին կաթողիկոսը պատրաստ չէ հագահարցակում անելու, բարձրապես գնգալի հարվածները եւ դեղեցություններ կան, որ ներքին տարագարձություններ կան բավական լուրջ մագարտակի, եպիսկոպոսական դաս, կաթողիկոս, ինչքանով ճիշտ են շուտ է ասել, բայց չկգարձեք այդ մեխանիզմը կաշխատի եկեղեցին ներսեն այսպես ինչ որ եկեղեցին լուծումը խնդրելու ճագերտով կամ մեջտեղ բերելու գատ վարգածը կարծեմ որովհետև մեր գլխավոր թեմաներն է այսօր մեր հանրության մեր հասարակության ամբողջ ժողովուրդը հիմա սկսած է դեպիլ եւ սորվեցան եպիսկոպոս ինչ է ծայրակույն վարդապետի ինչ այո մինչեւ այդ այսքան բան մենք չգիտենք մեր հոգեվորականների ուսանք այդ հոգեվոր ցոլքեր ունեն այդ բոլորը բայց բացի այն որ դա իմացանք մարդիկ որոնք եկեղեցու հետ ընդհանրապես կապ ունեն դարձան սուր հոգեվոր սկսեցին ապրել օրենքներից են խոսում եւ այլն Ես չգիտեմ այդ լուրերը ճիշտ են թե ոչ, մենք առաջիկայում կտեսնենք։ Ակնհայտ է, որ արդեն ձայներ կան, հատկապես դա դրսի հոգևորականներին է վերաբերում, որովհետև մի քանի հոգևորական հայկական ժամանակին հենց հարցազրույց էին տվել, խայտարակ, ասենք, բաներ էին ասել, ես նույնիսկ չեմ ուզում հիմա դա կրկնել, եւ լռություն է։ Պարզվում է, որ նրանք առավել օբյեկտիվ են այս առումով, ոչ թե օբյեկտիվ, այլ կարող են ավելի ազատ խոսել, որովհետև Հայաստանում չեն գտնվում եւ չունեն այդպիսի ինչ որ մտավախություններ, նաեւ անձնական եւ կյանքի վերաբերյալ Համենայն դեպս գիտեք խնդիրը որն է ով է լինելու հաջորդ կաթողիկոսը դա կարևոր է ընտրության ժամանակ իշխանությունը չի միջամտելու այսինքն մենք պետք է հասկանանք կան եպիսկոպոսներ որոնք իրոք ամբից են գուզեն հնարավոր որոնք պատրաստ են մենք չպետք է Իհարկե Վազգեն Սարգսյանին ես շատ եմ գնահատում, բայց նա իր սխալներն ունեցել է եւ դրա համար իր կյանքը այդպես ավարտվեց եւ ցավալիորեն նաեւ Հայաստանի համար, որովհետեւ նա չէր գիտակցում ինչ սխալներ է կատարում եւ օրինակ եւ Վազգեն Սարգսյանի կաթողիկոսին մենք չպետք է փոխարինենք Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսով։ Մենք պետք է ունենանք քաղաքական կյանքից անկախ հոգեվոր առաջնորդ որը պիտի քննադատի եւ Նիկոլ Փաշինյանին, ես ինչ եմ Գագիկ երկրորդին քննադատում, մի կողմ իր անձնական բարոյական կերպարը, հենց նրա համար նա օբյեկտիվ չի, թող Փաշինյանին էլ քննադատի, թող Քոչարյանին էլ քննադատի, թող Պուտինին էլ քննադատի, թող Ամերիկային էլ քննադատի։ Հիմա նոր կաթողիկոս չպետք է ունենանք, որը էլի չի խոսելու, երբ որ այս իշխանությունները հաջորդի ժամանակ է խոսելու կամ միայն ընդդիմության մասին է խոսելու։ Կամ ընդհանրապես չի խոսել։ Այո, օբյեկտիվ պիտի լինել, հաջորդը պիտի ընտրությունը օբյեկտիվ լինի, մաքուր, որպեսզի չասեն բերեցին, ստիպեցին, քվեարկեցին, բայց այն որ Ռուսաստանը այդպես հանգիստ չի թողնել, որպեսզի իր ազդեցության գլխավոր լծակներից մեկում ինչ ուզեն անեն, Նիկոլ Փաշինյանը ուսում եմ գիտակցում է, որ Ռուսաստանից դա մեծ հակազդեցություն է ունենալու, ես չեմ ասում նա չպիտի անի իր քայլերը, ես ասում եմ պիտի հասկանա թե Ռուսաստանը Այո, մինչև այսօր չի արել, որովհետև ռեալ քայլեր չեն եղել, իսկ երբ որ ռեալ քայլեր լինեն, Մարիա Զախարովան մեր եկեղեցու մասին չի մտածում, որ խոսում է, իրենք այդ կոմպրոմատները վաղուց ունեին, ակնհայտ է, չէ՞, դեռ այն ժամանակվան դեպք Գագիկ երկրորդը ըստ այդ հոգևորականը ինչ որ մեղքեր է գործել, այսպես ասեմ, եւ այնպես չի, որ Ռուսաստանը չի օգտագործել կամ օգտագործում դա Գագիկ երկրորդին իրենց օրբիտայում պահելու համար։ Իսկ այս ընթացքով դուք հույս կտեսնեք երկխոսության Ոչ, հակառակը երկու կողմին էլ ձեռնտու է, որ մինչև ընտրություն շիկանա մթնոլորտը, սա ապահովելու է դիտումներ, սա ապահովելու է ձայներ։ Այո, նույնիսկ եթե ժողովրդի կեսը չմասնակցի ընտրության, մյուս կեսը էլի կբաժանվի կես-կեսի կամ Իսկ այդ վարգածը, որ այս բոլորը կդարվին հասարակության ուշադրությունը շեղելու այսպիսի թավատրական բաներ կան, գիտեք միշտ։ Ես դա ասել եմ, ես դա միշտ եմ ասում։ Միշտ կա այդ վտանգը։ Միանշանակ 7 տարի, նայեք 18 թվականի լոզունգները եւ նայեք 26 թվականի, գրեթե 10 տարի անց մենք ունենք նույն լոզունգները, մուրճը, նախկինները, այն ժամանակ էլ էին նոր կաթողիկոս, նոր հայրապետ, նոր Հայաստան, դեռ այդպես չէր շիկացել։ Ես կարծեմ Նիկոլ Փաշինյանը դեռ հույս ուներ Գարեգինի հետ։ Այո, ուզեր խոսիլ
թույլը ստի։ Մանավանդ ինքը Գարեգինը տեսնում եք աշխատում է չմասնակցես քաղաքական process-ներին, բայց դիպում են բոլորը գմղեն։ Ես ցավակցում եմ այսպես ասած իրեն հումորով մի քիչ ասեմ, որովհետև մի կողմից ասում են մնա թե չէ կոմպրոմատները կասենք, մյուս կողմից ասում են գնա թե չէ կոմպրոմատները։ Ուրեմն կբացահայտենք, այսինքն միանշանակ է, որ երկուսն էլ շիկացնում են ու հատուկ։ Այլ հարց է, որ հիմա մեզ կարող են ասել, բա ինչ անենք, չմաքրեք եկեղեցին։ Յուրաքանչյուր հարց ունի իր, ասում եմ, երկրի հակառակ կողմը։ Բայց այն, որ դա չի կարելի օգտագործել ձայն հավաքելու ժամանակ եւ երբ պետք է այդ ձայնը հավաքել, մինչև սա էլ Նիկոլ Փաշյանը գիտեր Գարեգին երկրորդի զավակի կամ զավակների մասին։ Ինդալակյան նաջախ նկատած եմ, որ դուք անշուշտ շատ ճիշտ կնեք, միշտ մեկ հայացք անվտանգության համագարքին, բանակի զորացման վերջերս այս առումով նախարար ֆինանսներու նախարար Վայ Հովհաննիսյանը թիվեր տվավ եւ նշեց, որ 26-ի կապիտալ ծախսերու 43%-ը ովելու է արտիական բանակ ունենալու խնդրին։ Կողեք այս թիվեն, դուք ինչ կմտածեք եւ հաջող Բաց սևով դուք իշխանություններուն գողորտորեք վարգյան ռոբե առաջ պատրաստվել, որովհետև խաղաղության օրագարկը մի բան, իսկ հետնի վրա դեղի ունեցածը եւ հզոր բանակ ունենալու փրկությունը ամենակարևորն է։ Վստահ եմ համաձայն եք այդպես։ Միանշանակ այս աշխարհում եւ նույնիսկ խաղաղ Եվրոպան այսօր զինվում է։ Ճապոնիան, որը պացիֆիստական սահմանադրություն ունի, ես հիացած եմ նոր ղեկավարով ի դեպ ասեմ իր սկզբունքներով, այնպես չի որ կին է, դրա համար եմ ասում, բայց ասենք Ճապոնիան զինվում է, մենք չէ։ Լուծումները գանանցից են ունենում։ Տեսնենք, այսինքն ես չեմ հասկանում։ Ի դեպ ես պետք է նշեմ, որ Հայաստանում կանենք ավելի ակտիվ հորդորեն պետք է մասնակցեն քաղաքականությանը։ Եվ գա ներուժ գա։ Միանշանակ կա եւ նախկինում իհարկե ասում են կրճատում են, այդպես լուրեր կային։ Հետո քննադատություն եղավ բանակի ծախսերը, ասում են, որ ոչ։ Այո, այդ կաշկշուկը եղավ եւ ընդդիմությունը գրագեց իշխանության ուղղությամբ։ Այո, հետո Նիկոլ Փաշինյանը խոսեց, որ բանակը չի առաջնային, հետո փոխեց իր խոսքը, այսինքն Հայաստանի աշխարհագրական դիրքը այնպեսին է, որ մեզ համար բանակը առաջնային։ Իհարկե ամեն ինչ պիտի անել, որ չօգտագործել բանակը, բայց եթե գալիս է այդ պահը, բա ինչ պիտի անենք։ Համենայնպես մեր հարևան երկիր ինչքան էլ ինքն էլ իբրև թե պիտի կրճատի մինչև 30 թվականը, սա շատ կարևոր է, բայց էլի մի քանի անգամ ավել է ռազմական բյուջեն մեջից, ակտիվ զենք է արտադրում, զինվում է եւ միշտ խոսում է, որ այ եթե ձեզ խելոք չպահեք, կենցաղային ասած, մենք կրկնենք։ Բացի այդ մեր տարածքում է մինչև հիմա գտնվում, իդեպ մոռացել եք մենք դրա մասին։ Սահմանազատված չի, խնդիրները շատ են, էլի, այնպես չի որ տենց Ալիևը մեկ օրում դարձավ կիրթ։ Այսինքն մենք ճանապարհ բացեց։ Եվ բայց այստեղ մի հատ խնդիր կա, անպայման չի էլի միլիարդավոր դոլարներ ծախսել, ինչ որ ծանր տեխնիկա, մենք տեսանք Ուկրաինայի նախագահը ցույց տվեց մի զենք այս սեղանի դրամաչափով, որը կարողանում է ԱԹՍ-ներով վերացնել։ Այսինքն եւ մի քանի միլիոն դոլարի, ասենք տեխնիկայի մասին է խոսքը։ Ներսում էլ մենք պիտի արտադրենք, այսինքն այդ ռուսական աննպատակ զենքերու գնելու փոխարեն հին սերնդի այդ սուերի հեքիաթը Պոսեյդոնի, այլ ինչ-որ բուրիվեսնիկ են արձակում, որը մեկը չի տեսել։ Ուղղակի ասել են, որ դա թռել է։ Նորվեգիան ընդամենն ասեց, որ այո, այդպիսի թռիչք եղել է, բայց որտեղ է թռել, ինչ ա եղել իր հետ, որը մեկը չգիտի։ Եվ դրանք բոլորը արևմտյան գողացված տեխնոլոգիաներ են, F-35-ը, այս նոր սերնդի, ներողություն, Su-35-ները, Su-57 հիմա իբրև թե նոր սերնդի, դա կանադական F-16-ներն են, այդ հոդվածները կան։ Այսինքն Հայաստանը պիտի ինքը արտադրի, արտադրություն սկսի, մեր հայկական միտքը այնպես չի, հայեմ դրամ եմ ասում, բոլոր երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում փայլել է եւ փայլում է։ Մենք պիտի ունենանք դաշնակիցներ, մենք պիտի զինենք բանակը, այո, որակյալ զենքերով, որոնք մենք գնում ենք մեր գործընկերից։ Իդեպ Սուրեն Պապիկյանն ասաց, մենք գնում ենք զենքեր, բայց ես չգիտեմ ումից են գնում, Ֆրանսիայից լսել եմ։ Հնդկաստանից ինչ կան գիտեմ։ Չէ, արևմտյան ավելի տեխնոլոգիաներ նկատի ունեմ, եթե մենք հապ կանթամ ենք, ես կասկածում եմ, ոնց որ մեկը լուրջ զենքեր կտա, Ֆրանսիան կամ որ ասում են գաղտնիքը չբացեն։ Ամերիկայից զենք, Ֆրանսիայից մի հատ զենք էի գնում, ամբողջ աշխարհով հայտարարում եք, դա գաղտնիք չի։ Մենք Ադրբեջաններ գնում է, ասում է, մենք պիտի իմանանք, կա թե ոչ։ Եվ ամենակարևորը սրա մասին խոսել ենք, պետք է վերափոխվի բանակը, այդ սովետական պայքարելու սիստեմը, մոդելը պիտի ավարտվի, այդ մսային հարձակումները, իդեպ որքան էլ ցավալի, այս պատերազմները մեզ համար են սովորելու, թե ինչպես
այդպես պետք է պայքարել եւ ազնագազը պիտի վերափոխվի, ՆԱՏՕ-ի ստանդարտներին բերվի, որով իբրև Ալիևը մեզ հաղթեց։ Այսինքն մենք պիտի կարողանանք ունենալ անձնագազ, որ այդ զենքերը կարող է օգտագործի։ Հիմա ինչ ասում Տրամպը, ասում է հայմարսները, ուկրաինացիները չեն կարող օգտագործել։ Մի տարի պիտի սովորեն, նույնը F-16-ին էր վերաբերում, այսինքն անձնագազ պիտի ունենանք, որ դա կարողանանք իրարի։ Սա շատ դուրս խնդիր է, էլ չխոսեմ էլ 44 օրյա հանձնաժողովի մասին, պատերազմի արդեն նույնիսկ ամոթ դրա մասին ես անդադ խոսում եմ։ Մի խոսք, եթե ստորագեդով մսի։ Դե ասել, որ մենք ունեցել ենք բանակ, որը չի ենթարկվել Գերագույն գլխավոր հրամանատարի իրենց խոսքերը, ասել, որ ունեցել ենք բանակ, որտեղ դասալիքներ էին, որոնք ենթարկվում էին Կրեմլի հանձնարարականներին եւ ունենալ այդ բանակը եւ վերափոխում չանել եւ չասել ովքեր են այդ մարդիկ, դա արդեն թող մեր ունկնդիրները։ Ինչու է դա միշտ փորձում են բահել, վերջերս մենք նկատեցինք նաեւ որպես փակ լսում։ Հիմա ասենք լսում եմ, կան կարծիք, որ Ռուսաստանը չի թողնում, դե կներեք։ Այսինքն ասում ենք օրենք հաստատեք, Պուտինը չի թողնում։ Բանակ ունեցեք, Պուտինը չի թողնում։ Դե մի ասեք, մենք անկախ ենք եւ KGB-ն չպետք է ղեկավարի, ասեք, էլի պետք է KGB-ն ղեկավարի։ Կամ մի խոստացեք, որ պիտի բացահայտեք, ինչ նշանակում գալ այդպես անպագորգոր հայտարարություններ անել, ընդհանրապես Հայաստան մոդայիկ է։ Ես զապիսներ ունեմ, այտենց այդ գեներալ ունեինք, չէ՞, Մովսես Հակոբյան կարծեմ, ու գնաց այդ մարդը։ Ասում էր խայտարակ բունկերի զապիսներ ունեմ Աննա Հակոբյանի մասին, գնաց տուն։ Չի կարելի, չէ՞, նորմալ իրավական երկրում այդ մարդուն կանչում են, հարցաքննում են, ոսա բան չի, շուկա չի։ Այդպես ենք մենք նայել խնդիրներին, որ էս օրին ենք հասել։ Այսինքն, եթե դուք ասում եք, որ բանակում վխտում էին լրտեսները, բայց ոչ մի գործով վճիռ չկա, սա նման է այդ արդարադատությանը, որ անցումային պիտի իրականացվի։ Եվ ես կարծում եմ, այս թեմայի մասին պետք է շատերը խոսեն, քիչ եմ լսում, որ չի կարող այդպես ասել, դե լավ, մոռացանք, տենց Ալեն Սիմոնյանը չի թողնում, Ալեն Սիմոնյանը չի որոշում, պետք չէ այդ մարդու վրա այդքան մեծ լիազորություններ տարածել։ Ասեք ով է որոշում եւ ինչու չի հրապարակվում։